Մենք շարունակում ենք մեր եթերը հարգելի հեռուստադիտող, ես ողջունում եմ եւ ուրախ տրամադրություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր հենց նոր մեզ միացան, իսկ ովքեր էկրաններին են արդեն հասցրել են դիտել մեր երկու մշակութային եւ հետաքրքիր ինֆորմատիվ զրույցները, երրորդն էլ պակասը չէ, այսպիսի հետաքրքիր, գեղեցիկ եւ նաեւ հետաքրքիր ոլորտի շուրջ է կառուցվելու մեր այս զրույցը, այստեղ են տաղավարում Շուշան Ալմոյանը, վարսահարդար աշխարհի չեմպիոն, ողջունում եմ ձեզ, եւ Ռոման Ռոմանյանը, ով Հայաստանում վարսահարդարների գլխավոր մարզիչն է, ողջունում եմ ձեզ, բարով եք եկել մեր տաղավար, նախ մինչև կանցնենք այս գեղեցիկ ոլորտի հետ կապված իրադարձություններին, պատմեք ինչպես եք հասել մեր տաղավար եւ ինչպես է ձեր կիրակի առավոտը մեկնարկել։ Լույսը բացվեց շատ գեղեցիկ, բարին հետը եւ շտապեցինք ձեր տաղավար։ Ընտիր, կարծում եմ եղանակը ճիշտ է, մի քիչ ցուրտ է, բայց չի խանգարում լավ տրամադրություն ունենալ։ Այո։ Մեր նախորդ հյուրն էլ էր դրանից խոսում, շատերս շաբաթ կիրակի նաեւ դրա համար ենք սիրում, որ խցանները մի փոքր մեղմ են, քան մնացած աշխատանքային օրերը։ Ես վստահ եմ մեր ուրախ տրամադրության նաեւ տաղավարի գույներն են նպաստում, քանի որ ոլորտին էլ մոտ եք ինչ որ չափով հաստատ կգնահատեք այս գույները։ Խոսելու ենք OMC Արմենիա բաց առաջնության մասին, որի հետ կապված էլ հենց ձեր հաղթանակն է տեղի ունեցել, նախ մինչև առաջնությունը նոր ստեղծագործական կերպարով Հայաստանում տեղի ունեցավ մրցույթ, որտեղ դուք հաղթանակ տարաք, մի փոքր պատմեք ինչպես մասնակցեցիք եւ ինչպես առաջացավ գաղափարը մասնակցելու առաջնությանը։ Դե համացանցում տեսանյութեր, որ հրավիրում էին մասնակցելու մրցույթին, որոշեցի, որ երկար տարիներ աշխատելուց հետո փորձեմ իմ ուժը մրցույթին առաջնությանը իմ նոր կերպարը եկավ իմ մանկության երազանքից, միշտ մտածել էի, երբ որ մրցույթ լինի, կմասնակցեմ ու մեր հայկականը կներկայացնեմ, նոր կերպարը եկավ հենց մանկության այդ հիշողություններից, այդ ամենից, որոշեցի, որ ներկայացնեմ նոր կերպար։ Եվ այսօր էլ դուք նոր հեռուստաընկերություն եք եւ ոչ մի պատահականություն չկա, կարծում եմ այս դեպքում։ Մինչև կանցնենք առաջնությանը, պատմեք, թե դուք ինչպես եք ծանոթացել, ինձ թվում է հենց առաջնության ընթացքում էլ ձեր հանդիպումն է տեղի ունեցել, եթե չեմ սխալվում։ Կոնկրետ Հայաստանի առաջնության ժամանակ գործը տպավորել էր, բայց չգիտեի ով արել, նոր գիտեի, որ դա հաղթող գործերից է, բայց ծանոթացել ենք Եվրոպայում արդեն Փարիզում աշխարհի առաջնության ժամանակ, չէի լսել իր մասին որպես վարպետ, ուղղակի աշխատանքը տեսնում եմ, ասում եմ, այս աղջիկը աշխարհի չեմպիոն է լինելու, որտեղ գործի մաքրությունը, կերպարի գրագիտությունը, ամեն ինչ այնքան կատարյալ էր արված, որ ես իմանալով, որ մրցույթը արդար է ու հասկանալով պրոֆեսիան սկզբից մինչև վերջ, ես հասկանում եմ, որ ուրիշ ձև չկա, սքան մաքուր գործը պետք է աշխարհի չեմպիոն լինի ու արդեն մրցանակաբաշխության նստած ենք մոտկանում, ասում եմ Շուշան, աշխատանքդ հիասքանչա, այսքան լարված նստի, դու աշխարհի չեմպիոն ես, ավելի կապտեց նստեց ու միջև ասել է, որ երկրորդ տեղը ասեցին ով է, ես ուրախությունից գոռում եմ, ինքը էլ չի պատկերացնում, որ ինքն աշխարհի չեմպիոն է։ Ու նայում եմ իր կողմը ինքը ինչ ռեակցիա է տալու։ Ու իհարկե առաջարկ կարդում են ու Շուշան։ Այո։ Ընտիր։ Ես կարծում եմ այդ լարվածությունը յուրահատուկ է, որովհետև ինձ թվում է հաղթանակին երկար սպասած պիտի լինեք, ինչ զգացողություններ եք ունեցել։ Լարվածությունը հանած, որովհետև մենք տաղավարում ենք արդեն այդ լարվածությունը նկատում, հանած դա ինչ զգացողություններ եք այլ ունեցել, երբ ձեր անունը հնչեց առաջնության հաղթող։ Մեծ պատիվ էր ինձ համար նման տեղում մեր երկիրը ներկայացնել ու հաղթել, դրա մասին էլ ոնց որ հեքիաթի նման լիներ, ես հեքիաթում գտնվեի ու այդ պահին, երբ որ դու այդ հարթակում հաղթում ես, ոնց որ երազի մեջ լինես ու չես հասկանում ինչա հետդ կատարվում։ Հա, ու մեծ պատիվ էր ինձ համար նման հարթակում մեր երկիրը բարձր ասպարեզով ներկայացնել։ Շուշանի օրինակը շատ լավ օրինակ է մյուս վարպետների համար, որովհետև մտածում են, որ անպայման պետք է Ռոմանյանի մոտ սովորած լինեն կամ ինչ որ մեր խմբից ինչ որ մեկի մոտ, որ ինչ որ մենք առաջ թողենք, չէ՞, sense ներքին խոսակցություններ կա պրոֆեսիայում կամ Փարիզում ինչ որ ծանոթ չէ։ Շուշանեն լավ օրինակն է, որ Քյավառից եկավ։ Այո։ Ու աշխարհի հնարավոր բոլոր տիտուլներով եկալ ես, թե Հայաստանում հաղթեց, թե աշխարհում հաղթեց, ես միջև Փարիզը, դաժե Հայաստանում իր գործը տպավորել, բայց անունը չէր տպավորել։ Ով ինչ որ Քյավառից աղջիկ ասեցին, ասի շատ լավն է, աշխարհի չեմպիոնատին գրավիրենք։
հրավիրել ենք եկել, Փարիզում ծանոթացել ենք, ինձ առաջի օրը գործը տեսել եմ, դու աշխարհի չեմպիոն։ Այսի շատ լավ օրինակ է, որ մեր վարսարդարները բոլորը կան OMC Armenia, որ մենք կարողանանք իրանցից մշակենք աշխարհի չեմպիոններ։ Ես ձեր խոսքից վերցրի այն գաղափարը, որ այս դեպքում ոչ թե վարսարդարը որպես անձ իր հատկանիշներով է կարևոր, այլ իր կատարած գործով առաջին հերթին, որից հետո այո, գործի մաքրությունով եւ փաստորեն իր նոր ստեղծագործական կերպարը հենց առաջին հերթին իր մաքրությունով է ձեզ տպավորել։ Ինձ առաջինը մաքրությունով, պրոֆեսիոնալիզմով Իհարկե չէ, ֆանտազիան շատ կարևոր է, ըստ չեմպիոնի որակավորումը որն է, որ այդ ամեն ինչը ինքը ունի, այդ տիտուլը դառնալու համար, այսինքն որակ, համբերություն, աշխատանքային մրցակցություն, ուժա պետք է ամեն ինչի։ Իր մեջ տեսանք, որ այդ ամեն ինչը կա ու ինքը հիմա իր տեղում է։ Շատ կարևոր է դա, եւ սեպտեմբերի 13-ից 15-ն էլ արդեն Ֆրանսիայում բաց առաջնության OMC Armenia Ինչ երկու օրեր էին Ֆրանսիայում այդ ձեզ համար եւ Ոյ նորից կկրկնվեմ, կասեմ որ շատ հեքիաթայիններ։ Այո, շատ լարված, շատ պարտավորված եմ գնացել, երբ որ դու տեսնում ես քեզ պատող մարդիկ, հա, քո շրջապատը սպասում են այդ հաղթանակին, իմ քաղաքը, իմ Հայաստանը Բոլորը սպասում են այդ հաղթանակին պարտավորված, ես ճիշտ է շատ այդ պարտավորվածությունը շատ չհասցրեցի վայելեմ Ֆրանսիան, բայց վայելում եմ մարդկանց հարգանքը, ժպիտները, ջերմ խոսքերը։ Ես կարծում եմ երկար ժամանակ դեռ ձեզ հետ կտանեք այն տպավորությունը, որ ընդամենը 2 օրեր, բայց Ֆրանսիայում ստացել եք այդ բոլոր հույզերն ու էմոցիաները։ Անվանակարգն էլ Հոլիվուդ գլամուր է կոչվել, մի փոքր պատմեք ինչպես որոշվեց, որ այս անվանակարգում պիտի հանդես գաք եւ վերջ-վերջո ինչ կերպար տեսավ ժյուրիի անդամները։ Դե մեր իմ խմբի ղեկավար Արայիկ Կապաճյանը, հոյակապ մարդ, հոյակապ մասնագետ ոնց սկսվեց իմ մրցույթին Հոլիվուդ գլամուրով որ ընտրեցի, դե որ Հայաստանում մասնակցեցի, ամեն ինչ արդար էր։ Մտածեցի, որ նույն ձևով կլինի Ֆրանսիան, իհարկե ինձ ճանաչողները գիտեն, որ ամեն ինչ շատ արդար էր, ամեն ինչ արդար էր, այո։ Կարող ենք, կարծում եմ այս դեպքում էլ նույն զգացողությունները կունենայիք, ինչ որ Հայաստանից եք տարել, բայց ինչ որ բան Ֆրանսիայում փոխվեց գուցեև։ Հա, Հայաստանից տարել էի, Ֆրանսիայում բնականաբար փոխվեց, այն էմոցիաները, որ դու ունենում ես, այդ Հայաստանում մեկ ուրիշ ձև է, Ֆրանսիայում մեկ ուրիշ ձև, չասեմ, այլ կարևորությունը որն էր, որ արդեն իսկ ոչ թե դու ներկայանում ես որպես Շուշան, այլ ներկայանում ես որպես Հայաստան։ Այո, շատ լավ է։ Եվ այստեղ պատասխանատվության չափաբաժինն էլ Ռոման կարծում եմ կհամաձայնվեք, որ որպես Հայաստանի պատվիրակ ներկայացուցիչ կրկնապատիկ մեծանում է, քան քո հայրենիքում այն առաջնությունը, որին մասնակցել ես։ Հայաստան դա ուրիշ են որ տանն ես, բայց դրսում էլ մի բան էլ շեշտեմ, որ նորեկներն էլ, ովքեր որ ուզում են նոր գան, Շուշանի ճանապարհը անցնեն, այս հարցումներին հասնեն, ասեմ, որ շատ պրոֆեսիոնալ խումբ է աշխատում ամեն մասնագետ հետ, նույն Շուշանիկ ինչ էր, մենք տեսանք պոտենցիալը, Գաբաջյանը շորը կարեց, օգնեց օբշի ընդհանուր կերպարը ստեղծելու համար Անին Կոստանյան, որ այսօր Հայաստանում ամենալավ վարպետներից է ու աշխարհում էլ Անին Կոստանյան մեկ-ապ արեց անձամբ, որտեղ մենք տեսել ենք այդ պոտենցիալը, որ ձերով ոտով սա ինչ ասենց վերցրել ենք բոլորը ձեզ օգնել են այստեղ։ Մազերը դա կրիտերիա որ ինքը մենակ պետք է անի, մենք որպես տրեյներներ կարանք օգնենք միջև մրցույթը, բայց ասեմ որ ամեն ինչ ինքնուս արել, ինքը ահավոր տաղանդավոր հարթ է դա։ Ընտիր, այսպես եկանք իմ հաջորդ հարցի շատ տրամաբանականորեն, ինչպես ստացվեց, որ ընտրեցիք այս ոլորտը եւ արդյոք դա փոքր տարիքում Շուշանի երազանքն էր, որ իրականացավ արդեն 25 թվականին։ Հա, 25 թվականին, ոնց սկսվեց իմ աշխատանքային կարիերան, մի քիչ շատ դժվար պայմաններից ծնվեց միտք, որ ես պետք է աշխատեմ, շատ դժվար մանկություն եմ ունեցել, հենց դրա պատճառով ընտրեցի հենց իմ գործը։ Այդ իսկ պատճառով ժամանակը ցույց տվեց, որ բացի այն, որ ես լավ նկարել գիտեմ, բացի այն, որ ես շատ տաղանդավոր եմ, ոնց որ իմ շրջապատող մարդիկ են ասում, սկսեցի սիրել իմ գործը ու նվիրվեցի իմ գործին, այսօր դարձա մեծ մարդ աշխարհի չեմպիոն։ Դա շատ կարևոր է, նամանավանդ աշխատանքը սիրելը եւ
գտնել մարդկանց, ովքեր կգնահատեն այն աշխատանքը, որը իրականացրել եք, եւ այս դեպքում Հայաստանի բացառությունությունը հենց այդպես էլ եղավ։ Ռոման, մի փոքր խոսենք վարսահարդարներից այսօրվա, քանի որ դուք գլխավոր մարզիչն եք, ինչպիսի վարսահարդարներ այսօր ունենք եւ ինչ է ասել գլխավոր մարզիչ, ինչ աշխատանքներ են ընթանում վարսահարդարների հետ։ Այսօր եթե սկսենք գլոբալ աշխարհից եւ Հայաստանից խոսելը, Հայաստանը այսօր աշխարհի լիդերների մեջ է։ Ընդհանուր այն շրջանիկի հաղթանակը չենք ունեցել, 4 աշխարհի չեմպիոն ենք ունեցել այս տարի եւ 12 ֆինալիստներ ռեյտինգով Հայաստանը հաղթեց երկրորդ տարին արդեն աշխարհում 24 եւ 25 թվերը արդեն դա ասում են, որ սա պատահականություն չէր, էլի արդեն մենք ստաբիլ, մենք մեր տեղ ունենք։ Իրոք այսօր եթե նայում ենք մենք թեկուզ Ֆրանսիայի նորաձևության շաբաթը, որը որ ես էլ եմ սպասարկում ու շատ լիքը բաներ, այսօր հայ ազգանունները բյուջե ոլորտում շատ են ու այստեղ էլ արդեն որ պեչատը դրվում է OMC World-ը, դա ապացուցում է, որ իրոք Հայաստանը շատ լավ տեղում է, շատ աշխատասեր, շատ ես այն մարդկանցից չեմ, որ մենք հայ ենք ու ամենատաղանդը, բայց վարսավիրությունը կարևոր, այո։ Մեյքափը, այն որ աշխարհի լիդերների մեջ են, գեողներն էլ, Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան։ Մենք SNG-ի նախկին սովետ նախկին երկրներ ենք, շատ աշխատասեր են մեր երկրներ։ Այդ երեք երկրները մենք հիմա այսօր լիդերներ ենք։ Այսօր հաղթում ենք Ֆրանսիայի, հասկանում եք, այսօր հաղթում ենք Իտալիայի, դա որ ես որ մեկ ուրախանում եմ հաղթանակով, ասում եմ, հələ սաղ մի կողմ, բայց մենք հաղթում ենք Իտալիա ու Ֆրանսիա, որ ստեղծել այդ մշակույթը, մենք այսօր այդ ստեղծարարներին անցնում ենք այդ նոր գերելու բանը։ Ես կուզեի խոսենք մրցակիցներից այնուամենայնիվ, որովհետև վստահաբար վարպետներ էին նաև նրանք եւ կապ չունի այստեղ հաղթանակը։ Ինչպիսի մրցակիցներ դուք ունեք եւ արդյոք հասցրել եք ճանաչել մեկ-երկուսին, թեկուզ ինչ որ չափով ծանոթանալ։ Քանի որ ժամանակը շատ քիչ էր, չհասցրեցինք ծանոթանալ, բայց շատ լավ մրցակիցներ կային։ Այո, արժանի կարծիք։ Այո, դե հաշվի արեք, նայեք։ Հայաստան չեմպիոնատը երբ որ եղավ 400 մասնակից էին, չէ՞։ 400-ից մենք ընտրել ենք ամեն սֆերայում 10 հոգի, 40 մասնակից։ Արդեն մենք 40 լավագույնին տարել ենք։ Արդեն տարել էիք, այո։ Փոքր երկիր լինելով։ Դուք պատկերացնում եք այնտեղ ինչ է կատարվում։ 67 երկիր նստածակող կա Ամերիկայի դելեգացիան, Ճապոնիայի դելեգացիան, Չինաստանը, Իտալիան, Ֆրանսիան, ամենափոքր դելեգացիաներից ենք, բայց ամեն ֆինալի մեջ գոնե մի ֆինալիստ ունենք։ Ու սենց Այո, ես կարծում եմ նաև հաղթանակի այս զգացումն էլ որ տեղի ունեցավ առաջնությունում շատ պարտավորեցնող էր, մի փոքր նաև պատմեք, երբ արդեն հաղթանակի մասին իմացաք, այս դեպքում արդեն բաց առաջնության աշխարհի, ինչ զգացողություններ ունեցաք, թե դուք որպես գլխավոր մարզիչ եւ դուք որպես վարպետ։ Նայեք, ադմինիստրացիան, որ մենք ենք ներկայացնում, մենք իմանալով ռեգլամենտները անգիր, որոշ չափով եւ ռեգլամենտներ գրելով, օրինակ Աշխենը Կոստանյան մեկ-ապի ռեգլամենտ գրողներից է։ Մենք ռեգլամենտները որ գիտենք, մենք արդեն դաժե պատրաստ ենք հաղթանակի, որովհետեւ տեսնում ենք, մենք գիտենք մերոնցից ով չհաղթեց, նախորդ ոչ թե մենք գնահատական ենք դրել դրա համար, այն որ կան ռեգլամենտներ, չի կարա դրանից լավ կամ վատ լինի։ Այո։ Դրա համար մենք արդեն պատրաստված նստած ենք, այն որ գիտենք, որ արդեն հաղթող երկիր ենք, այն որ Ամերիկան նստած է 70 հոգով մի հատ ֆինալիստ ունի, Հայաստանը նստած է 40 հոգով 12 ֆինալիստ երեխեք, 4 աշխարհի չեմպիոն։ Այո, ես կարծում եմ շատ լավ զգացողություններ են, որ այդ պահին ապրել եք։ Ոնց հասկացա առաջնությունը շարունակական բնույթ է կրում, տեղի ունեցել նախորդ տարի, ինչպիսի փորձ ունենք այս տարիների ընթացքում։ Եկեք ասենք նա, որ ունենք OMC Արմենիայի նախագահ, Վարշավիների միության նախագահ Մարինա Ալեքսեևնան, Սիրելի Մարիա Ալեքսեևնան, ինքը չլինելով հայ ազգի, ինքը նենց է Հայաստանը ներկայացնում աշխարհում, որ շատ կուզեի մի քանի տենց Մարինա Ալեքսեևնաներ ունենային։ Անգամ հուզվել էր, չէ՞։ Հա, Շուշանի հաղթանակի ժամանակ ինքը հուզվեց նույնիսկ, որովհետև մեր համար շատ կարևոր նոմինացիա էր։ 30 տարի է ինքը սրանով ազբաղվում, 30 տարի է մշակում վարսահարդարներին, այն որ մենք այսօր ունենք լավ դպրոց, այն որ այսօր մենք ունենք լավ վարպետներ, այն որ մեր դաժե Հայաստանի էկոնոմ կլասը ու պրեմիում կլասը իրանց տեղերում են, ու դաժե մեր էկոնոմ կլասը Ֆրանսիայի պես լավ է սպասարկում, ոնց որ այդ ամեն ինչը ի շնորհիվ իր, որովհետև նա չի վերցրել մի պոզիցիա, մենակ չեմպիոնատներով զբաղվում, հենց սալոնային կուլտուրան անամշակի է, ակադեմիայի կուլտուրան անամշակի է, ինքս 15 տարի առաջ իր ակադեմիայում սովորել։ Հա, 25 տարի մասնակցում ենք OMC World-ին, միշտ լավ արդյունքներով, բայց վերջին մի քանի տարին է, որ սենց մի այլ ձև ենք բարձրացել,
ու հուսով եմ դա սա շարունակական է լինելու, այսօր Շուշանի հետ խոսալուց էլ ասում եմ, սա վերջը չի քո կարիերայի, այս սկիզբն է, որովհետև արդեն ուրիշ լեվելի վրա ես, սրանից սկսած արդեն ուրիշ ձև են գնում վերև։ Ու ինքն է պետք է շարունակական մասնակցի, արդեն տրեների կարգավիճակով, խորհրդատուի կարգավիճակով, թեկուզ եւ մասնակից կարող լինի կրկնակի չեմպիոն, երակի չեմպիոն, բայց մի անգամ արդեն չեմպիոն ստատուսը ինքը ամբողջ կյանքում իրան հետևելու է։ Շատ հետաքրքիր, այսպես իմ բոլոր հարցերին անդրադառնում եք, որքան հնարավոր է, Ռոման։ Շուշանի ստացած կարգավիճակը արդեն որպես աշխարհի չեմպիոն Բարսահարդարների ինչ հնարավորություններ է բացելու իր առաջ հետագա աշխատանքի։ Ես իմ օրինակով կարամ ասեմ։ Նայեք, երբ որ մենք ուզում ենք մտնենք միջազգային հարթակ, դու չես կարող ասես ես Ռոմանյանն եմ, լավ վարսավիր եմ, ուզում եմ ձեր մոտ աշխատեմ, չէ՞։ Այո։ Ես որ ռեզումե եմ ուղարկում, ես իմ ամոստարի աշխատելու եմ միջազգային բրիտանական Burberry կամպանիայի հետ, անցած տարի սպասարկել եմ Փարիզի նորաձևության շաբաթը, այս տարի նույնպես ուրիշ բրենդներ, ուղղակի բրենդներ գիտեմ չի կարելի ասել անուններով, միջազգային բրենդների վրա աշխատելու համար ու մնացած միջազգային պրոյեկտների վրա աշխատելու համար դու չես կարող ասես ես լավ վարպետ եմ, եկեք ձեր մոտ աշխատեմ։ Գրում ես ռեզումե։ Ռեզումեմ դու ով ես։ OMC մասնակից դա արդեն ստատուս է, որտեղ մասնակցելուց անկախ նրանից դու հաղթեցիր, չհաղթեցիր, դու արդեն լավագույնների մեջ ես, դու արդեն վարպետ ես միջազգային դասի, այդ դիպլոմը բոլորն են ստանում մասնակիցները, եթե հասնում ես Փարիզ։ Այսինքն դու պետք է լինես ամենակիչը միջազգային վարպետ, որ կարողանաս այդ ռեզումեները լրացնես։ Ու տենց կարաս աճես, ես որպես տրեներ եմ արդեն գրում, ես արդեն գրում եմ, որ աշխարհի չեմպիոն աշակերտներ ունեմ, որտի ոգևորում է բրենդներին, ոգևորում է միջազգային հարթակը։ Հիմա նույն հնարավորություն ունի Շուշան, դուք պատկերացնում եք ռեզումե գրելուց գրի OMC աշխարհի չեմպիոն։ Այո, ընտիր, սա բոլոր դրները դեպի բացված են, թե ինձ ինքը կօգտագործի դա իր հայացողության տակ է։ Շատերը ակադեմիաներ են բացում, որտեղ բոլորը ուզում են աշխարհի չեմպիոնից սովոր։ Այսինքն սա սկիզբն է նոր կլասի, նոր լեվելի իր, որ կարա ինքը ճիշտ օգտագործի։ Կան մարդիկ, որ այս ստատուսը ստանալուց ունենք այդ օրինակներն էլ նույն Հայաստանում ունենք, աշխարհի չեմպիոն դառան, իրանք մտածում են իրանք վերջն աստղայինը տանում է, ու էլ ոչ մի բան չի լինում իրանց այդ բացատակ։ Նաբարոտ, հիասթափվում են իրանց հաճախորդները, իրանց պահելաձևի համար ու մնացած բան, այսինքն այնքան ճիշտ պետք է օգտագործես դա, այնքան վեհ տանես, նույնիսկ ռեգլամենտներ ունենք, որ աշխարհի չեմպիոններին կարող ենք զրկել։ Այսինքն պահելաձև հասարակական վայրերում մնացած բաներ, լեքսիկոն, հայոյանքներ, այսինքն այս ամեն ինչը իրանց ավելի պարտավորացնում է այդ ստատուսը, ոչ թե մենակ ասում է դուք վсё, որ վերջնեք ու վերջ։ Դուք ամեն բան կարող եք։ Սա սկիզբն է նոր կյանքի։ Շուշան, ինչպես եք օգտագործելու ձեր կարգավիճակը։ Մի անգամից հարցրեք այսպես Շուշան, եւ ինչպես եք պատկերացնում հետագա աշխատանքները։ Հա, հետագա աշխատանքները շատ ավելի դրական եմ, շատ ավելի պարտավորեցնող է հիմա իմ դերը, հա, ոնց որ աշխարհի չեմպիոն եւ նաեւ ոնց որ Ռոմանը ներկայացրեց, իմ հիմքը նրա վրա է, որ ոչ մի իմ հաճախորդները, հա, չեղանան, չվիրավորեմ, ես աշխարհի չեմպիոն եմ եւ այլն, ես ավելի շատ փորձեմ ավելի սիրով ներկայացնել իմ աշխատանքը, իմ պաշտոնը, այսպես ասած, հա, նոր պաշտոնը։ Այո, ես կարծում եմ նոր ստացած պաշտոնն այնուամենայնիվ մասնագիտական հմտությունների վրա ազդում է, որովհետև եթե միջազգային ժյուրին գնահատել է այն աշխատանքը, որը իրականացրել եք, վստահաբար շարքային աշխատանքները, որ այսօր սպառողների հետ են արվում, իհարկե գոհացնելու են այս դեպքում։ Բնականաբար։ Եվ քանի որ շարունակական է լինելու, արդյոք պատրաստվում եք արդեն հաջորդ տարվա առաջնությանը եւ ինչպիսի աշխատանքներ են ընթանում այս առիթով։ Հաջորդ տարվա աշխատանքները արդեն սկսում ենք հունվար ամսից հայտարարությունների եւ գովազդելը, ինքը հասարակական կազմակերպություն չի, դրա համար հանգիստ կարող ենք այդ մասն հրավիրում ենք բոլոր մեր սիրելի վարսահարդարներին, մասնակցելու Փարիզում տեղի ունեցած հոկտեմբերի 14-15-ին աշխարհի առաջնության OMC, այսպիսի հնարավորություն ունեն բոլորը։ Ձեր հետ են Հայաստանի լավագույն տրեներները Արայիկ Գապաջյան, Աշխեն Կոստանյան, Անի Կոստանյան, Լուսինե Սետրակ, ինչքան լավ անուններ գիտեք այսօր Հայաստանում, բոլորը այս սիրուն թրիտակով անցել են, որ այս ճանապարհը բոլորը։ Հոյակապ մասնագետներ են, չեն կարող չասել։ Իսկ Շուշա չի լինում, որ ինչ-որ բախումներ ունեցել եք այդ մասնագետների հետ կամ ինչ-որ աշխատանքներ, որ բարդ են ընթացել իրենց հետ։ Իհարկե, ես ասացի, նշեցի, որ Արայիկներ Գավաջյանի մարզիչը։ Այո, մարզիչը։ Հա, ես չեմ կարող ասել, որ բախումներ ունեցել եմ, որտեղ ես բնույթով նման տեսակ չեմ, ես սիրում եմ լսել, ընդունել, վերցնել յուրաքանչյուր խոսք, ինչ որ քեզ կարող է ավելի բարձրացնել։ Ես վստահում եմ։ Կարծում եմ դա շատ կարևոր է վարսահարդարների դեպքում։ Շատ մի հատ
կարևոր պահ կա, երբ որ տրիներներին ես էլ եմ խնդրում, մենք ներքին պայմանավորվածություն ունենք տրիներներով, որ ամեն դեպքում մենք ներկայացնում ենք անհատի, հա, ամեն դեպքում վերջնական խոսքը անհատի պատասխանատվության տակ է։ Մենք օգնում ենք ռեգլամենտները ճիշտ կատարել, մենք օգնում ենք կատարելագործել աշխատանքը, մենք օգնում ենք ավելի մաքուր ներկայանալի լինելու համար, բայց վերջնական խոսքը վարպետինն է։ Մենք օգնում ենք վարպետին։ Եվ այստեղ իր ունեցած հիմքն էլ է կարևոր։ Ինչ որ ասիչ վիճակ, բայց հակառակն, որ մենք ծառայում ենք մեր աշակերտներին, որ իրանք ճիշտ ներկայանան։ Ռոման, ովքեր կարող բոլոր վարսահարդարների դեպքում, եթե ցանկություն կա, կարող են մասնակցել, թե կան ինչ-որ սահմանափակումներ Սահմանափակումը գոնե վարպետացած լինեն, արդեն շատ սկզբնակ չնեն, բայց ես առաջին 14 թվականին որ Գերմանիա եմ գնաց, ընդամենը 2 տարվա վարպետ էի։ Այնպես որ հարաբերական է այդ վարպետացած ասած եւ տարիների փորձը այս դեպքում։ Ամեն հարաբերական է, հրավիրում եմ բոլորին։ Թող գան առաջի ժողովներին լինեն, հասկանան ինչքանով են ընկալում մեզ, ինչքանով են ընկալում մեր ինֆորմացիան։ Մարդիկ կան, որ շատ լավ կոմերցիոն վարպետներ են, բայց կրեատիվ вообще չունեն, դա էլ է նորմալ, իրանք շատ լավ վարպետ են։ Ուղղակի հմուտ չեն այլտեղ։ Այդտեղ հմուտ չեն ու չես կարա փոխես իրանց։ Ու պետք է չի որ իրանք փոխեն։ Իրանք այդ տեսակն են։ Ջարդել այդ տեսակը պետք չի։ Իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են ավելի քան վարսահարդարություն, ավելի քան արհեստ, որովհետև OMC World-ը ինքը վարսավիրական արվեստի մասին է։ Այո։ Կա վարսավիրական արհեստ, որը կոմերցիոն դաշտում է, եւ կա վարսավիրական արվեստ, որը որ մենք առաջարկում ենք եկեք, անվճար սովորեք, օգնենք, հանենք ամենաբարձր մակարդակին։ Շատ կարևոր բան նշեցիք, որովհետև այսօր նաև մարդկանց կողմից ընկալումները վարսավիրության, վարսահարդարման հետ կապված մի փոքր տարբեր են եւ այս դեպքում այս բաց առաջնությունները փաստում են, որ սա եւս արվեստ է, որտեղ նկարիչներ են նաև վարպետները, վարսահարդարները, որոնք որ կերտում են այդ աշխատանքները եւ մեծ ստեղծագործական ուժ, մտքի հզորություն է անհրաժեշտ նման կերպարներ ստանալու համար։ Պոդիումները, կինոները։ Այո։ Կարծում եմ նաև Շուշանը եկող տարվա առաջնությանը ինչ որ մասնակցություն կունենա, արդեն parzել եք ձեր պաշտոնն ու տեղն ու դիրքը թե ինչպես է լինելու, թե դեռ նոր պիտի լինեն քննարկումները։ Նոր կլինի հունվարից սկսած։ Այո, արդեն հունվարից սկսած։ Ձեր փորձն էլ ինչ որ չափով կօգնի, ունեցել եք կարծում եմ Ռոման դեպքեր, երբ 2-3 տարին անընդմեջ վարսահարդարները մասնակցել են առաջնությանը։ Իհարկե, ես ինքս էլ 14 թվականից մինչև 19 թվական ես ուղղակի մասնակից եմ եղել։ Այնպես որ սահմանափակումներ չկան, դիմելով հեռուստադիտողին։ Նույնիսկ ամոթ չի, այս տարի չեմպիոն եղավ, մյուս տարի ֆինալե չընկավ։ Թրենդ է փոխվում։ Պետք է մենք այնքան խելացի լինենք դրան ժամանակի հետ քայլենք։ Այո։ Եվ հարգելի հեռուստադիտող, կարծում եմ նրանք, ովքեր որ այս ոլորտով հետաքրքրված են եւ իրենց համարում են փորձառու մասնագետներ, ինչպես դուք նշեցիք, կարող են դիմել եւ հունվարից հայտերն արդեն բացվում են, փոքրիկ ժողովներ տեղի կունենան, որի արդյունքում էլ արդեն կհասկանաք հետագա ճանապարհը շարունակել թե ոչ։ Ես շնորհակալ եմ ձեզ շատ։ Հետաքրքիր ոլորտներ եւ հետաքրքիր այսպես հաղթողներ ունենք, որովհետեւ երբեմն չի լուսաբանվում այն ինչ որ տեղի ունենում գեղեցկության ոլորտում շատ հաճախ է, մենք օրինակ լուսաբանում մեկը սպորտի աշխարհի չեմպիոններ ենք, բայց նաև ունենք գեղեցկության ոլորտի աշխարհի չեմպիոններ եւ դրանց մասին խոսել եւս կարեւոր է, որովհետեւ դուք եւս միջազգային հարթակներում ներկայացնում եք առաջնահերթ մեր երկիրը Հայաստանը։ Ես շնորհակալ եմ ձեզ, մաղթենք հետագա աշխատանքների նաև հաջողություն։ Հարգելի հեռուստադիտող, կիրակի առավոտվա մեր եթերը մոտեցավ իր ավարտին, մենք հաջորդ շաբաթ դարձյալ ուրախ տրամադրությամբ վերադառնալու ենք տաղավար։ Ես հիշեցնեմ, որ մեր եթերն ապահովեց Արփինետ ընկերությունը։ Ստեսություն։